Բարև ձեզ։ Շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-9-1 TV YouTube-յան ալիքում։ Ու այսօր ուզում ենք խոսել ոչ թե ինչ-որ կոնկրետ մեկ գրքից, այլ ինձ թվում է երևի բոլորին էլ հայտնի է, որ տարբեր ժամանակներում, տարբեր պետություններում, տարբեր իշխանությունների ու քաղաքական հայացքների օրոք եղել են արգելված գրքեր, արգելված գրականության ցանկ տարբեր պատճառներով։ Հիմնականում ավելի եթե գանք մեր ժամանակներ առանձնացնում են ոնց որ երկու տեսակ արգելված գրականության պատճառներ, քաղաքական եւ ցենզուրային, այսպես որ 18+ բովանդակություն, կրոնական էլ կա, մի քիչ եթե հետ գնանք, եթե մի քիչ ավելի հիմա էլ կա կրոնական, այսինքն նույն որ արգելված Սալման Ռուշդին իրան Չէ, բացի դրանից նաև աղանդավորական որոշակի բան կա, տվյալ պետության նաև անվտանգության մաս է կազմում գրականությունը արգելել ոչ միայն բացասականորեն է, բան ինքը անվտանգության մաս էլ կարա կազմի։ Ես դա էլ եմ ուզում, բայց դրան չենք անդրադառնում, այն գրականությունը, որոնք որ ահաբեկչություն չի քարոզում, այն գրականությունը, որը հակական պորնոգրաֆիա չի քարոզում, որպես կրոնական անհանդուրժողականություն չի քարոզում, այլ զուտ քաղաքական հոգևոր մեծ հաշվով դա էլ է քաղաքական Դա էլ է համաձայն այդ պահին տվյալ պահին հակասում է տվյալ քաղաքական կամ կրոնական իշխանության տվյալ այսինքն այլ դիրքորոշում որովհետև եթե օրինակ եթե մենք խոսենք մեր մոտ որոշակի ինչ-որ ուղղություն համարենք աղանդավորականություն, ապա նույն ԱՄՆ-ում օրինակ այդ աղանդավորականություն համարվում է ուղղակի քրիստոնեության ճյուղերից մեկը, որևէ արգելքի կամ սահմանափակման տակ չի։ Ճիշտ է, բայց դա բարի մի քիչ հետ գնանք, ես այս թեման մենք մի փոքր պատրաստվում ենք, երբ մի քիչ ավելի մանրամասն ուսումնասիրեցինք, որ հերթով գանք։ Ուրեմն որպես այդպեսին երևի թե կարելի է սկսել կաթոլիկ, այսպես ասած, ժամանակաշրջանից, երբ կաթոլիկ եկեղեցին ակտիվ հակագիտական, երևի այդ համաբառը հակագիտական գործունեություններ ծավալում, ու մեզ ամենահայտնի գործիչները Կոպերնիկուսն է, Գալիլեո Գալիլեին է, Ջորդանո Բրունոն է, ոնց է որ եկեղեցու դեմ, այսինքն եկեղեցին այսպես ասած ոչ աստվածային համարվող բոլոր գիտական հայտնագործությունները, բոլոր գրականությունը իրենց համարում է արգելված գրականություն, կրակի են մատնել, սպանել են եւ ոչնչացրել են եւ այդ մարդկանց գործերը, բայց մի հատ հետաքրքիր բան կա, որ ինչպես Բուլգակովն էր ասում, ռուկոպիսի նեգարյատ, ինչեր անեն, մեկը այդ ինչ որտեղից դուրս է գալու։ Եթե իրականում ինչ որ աստվածային գրականություն է, ինքը կամ դիեզերքի համար նախատեսված է, ինքը հնարավոր չի ոչինչ։ Որքան էլ մարդիկ ուզենան դրանք հայրել, հա։ Բայց ավելի մոտ ժամանակներս գանք, ես վերցնենք մոտ ժամանակներից հայտնի գրականություն, եթե թուրքական կայսրությունը տեսնենք, հայերի հետ կապված եկեղեցիները, որ մտնում էին, իրենք նույն հայկական գրականություն էին, ոչնչացնում նույն մոնղոլ թաթարները հայկական ինչի այդքան քիչ պահպանվել, բայց էլի պահպանված մեծ գործեր ունենք, առաքավոր գործեր ունենք։ Ուրեմն դրանց մասին լեգենդներ են պատմում, տարբեր մարդիկ ինչպես ոնց են պահել, ինչի գնով են պահել, նաև եթե վերցնենք սովետական շրջանը, թե ինչպես Ռեգինա Ղազարյանը պահեց Չարենցի գործերը, բայց դա առանձին թեմա է, համաշխարհային եթե մենք վերցնում ենք, նույն Գերմանիայում հետաքրքիր էր, այսինքն երրորդ ռեյխի ժամանակ, որ գրքերն էին արգելված, հիմնականում ազգային պատկանելությունից, որոնք որ իրենք այսպես ասած համարում էին, որ հրեական ցակում ունեցող, նույն ձևի Ֆրեյդներ, նույն ձևի Մարքսներ, իրարից տարբերվող բաներ, Էյնշտեյնը, բայց օրինակ դիտարկությունը այլ բանել է եղել, ռեմարկնել է եղել, ռեմարկի գրքերը, նույնիսկ արևմտյան ճակատագրությունների, բայց դա երևի թե ավելի շատ հենց ոչ թե ոչ այդքան ազգային, որքան քաղաքականության մի մասնիկ որ վերցնենք, խորհրդային Հայաստանում կամ խորհրդային միությունում շարքը ահռելի շատ էր։ Հիմա մենք տենց հերթով դրել ենք, որ ներկայացնենք, որ ինչ ա եղել խորհրդային շրջանում ամենահայտնի գործերից, այսինքն Գուլագ արխիպելագը, որ տեսնում ենք ընդհանրապես, այսինքն բանը, բայց տասնյակ հարյուրավոր գործեր են արգելված եղել խորհրդային միությունում եւ մեր հայ հեղինակներից էլ բազմաթիվ գործեր են արգելված եղել, դրան առանձին կարելի է բան նվիրել, թե որ գործեր են, այստեղ մենք առանձնացրել ենք
Մահարին նույն ձևի բանը Չարենցները ունեցել նույն ձևի Տերյանն էլ ունեցել հետաքրքիր ձևով sense սահուն ձևով որ գալիս ենք բան ենք անում բայց միայն արի չխոսանք միայն սովետական միության մասին նաև ԱՄՆ-ում էլ է բազմաթիվ գրքեր արգելված եղել բայց ինչպես սկզբից նշեցիր հիմնականում այդ գրականությունը ուղղված է եղել դպրոցներում այսինքն երեխաներին բանը այսպես ասած հոգեբանության վրա չազդելու համար Ցենզուրային կամ հակառակը զարմանալի է որ բանը այս գետնի արևադարձը լոլիտան բայց զարմանալի է որ բանը նույն ձևի բանը Salinger-ի The Catcher in the Rye հրկիչը տարեկան դա էլ արկիլված եղել չէ ինչ պրինցիպով երևի կամ հոգեբանական տրավետ համալսարան ընդունվել չընդունվելու կամ այդ տարիքային մարդու կոծնել դեռահասների դուզերը հոգեբանության վրա ծանր ազդելու այդ կապված այդ դա էլ է եղել օրինակ ծայրահասակի սպանիչից կարող եմ հասկանալ ենթադրում եմ որ դա այդ արժետ այդ սեգրեգացիայի քաղաքականության հետևանքն է եղել որովհետև այնտեղ այդ գլխավոր հերոսը ինքը փաստաբան է սևեր իրավունքներն է պաշտպանում դրա համար հալածանքների է ենթարկվում այդ ենթադրում այդ մասով է եղել հիմա պետք է research անել հիմա Թուրքիայում եթե վերցնում ենք նույն Թուրքիայում զարմանալիորեն է վերջից շրջանում ցեղասպանության վերաբերյալ գրականությունը այդքան էլ այսպես ասած արկիլված չէ որովհետև լուսանց կա մղված դա էլ է արկելելու միջոց որ տարածում չգտնի բայց ինչ որ բաներ բայց քրդական հարցերով բոլոր գրականությունը արկելված է Իրանում ռուշտի գրքերն են արկիլված որոնք որ բարձ է այսինքն ինչ հանգամանքներով իրանց կարծիքով հակաիսլամական այս են դեպքերը եւ հակական ամեն երկրի քաղաքականությունն է վարում բայց արի հիմնական բան անենք մենք հիմա ամեն օր տեսնում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետը ելույթ է ունենում իրական Հայաստանից ու ինքը քարոզում է որ ասում է պարտադիր պետքա երբեք անցյալի մասին չխոսենք ցեղասպանության նարատիվը բանը ինչ ասեմ երկրորդ Արցախյան պատերազմը առաջին Արցախյան պատերազմը որովհետև նա առաջին ինքն ինձեւի երկրորդ հանրապետության ստեղծումն է կասկածի տակ դնում ու կարանք ստեղ բերած ուրիշ ասեն եթե ինքը ասում է եթե ուրին որ իրան մեղադրում են չէ ասում են խո որդուն օրինակ բանակ է սուղարկել ծառայության օտար պետություն կամ հաջորդ աբսուրդը երբ ասենք Արցախի զինվորականներին բարձրաստիճան դատում են այդ պատերազմի ժամանակ հաստատի Ադրբեջանի տարածքում ըստ իրենց նարատիվի Ադրբեջանի տարածքում Բաքվում դատողներն են այսինքն Բաքվում դատողները իրենց հերթին այսինքն եթե դու ասում ես Բաքվում դատողները եթե կարող ասենք այդ դատա process-ը բարոյական չի բայց տրամաբանական է ապա Հայաստանում տեղի ունեցող երբ Երևանում դատում են օրինակ ասենք Ջալալ Հարությունյանը հա պաշտպանության բանակի հրամանատարն է դատում են մի գործունեության համար մի հանցանքի համար որը ինքը ըստ այսօրվա շրջանառվող քաղաքական նարատիվների երրորդ երկրի տարածքում է արել ինքը դրա ապացուցված է համարում այսինքն ինքը նաև եթե դու հրաժարվում ես որ Արցախի այդ ամեն ինչից դու նշանակում ընդունում ես այդ մարդկանց սեպարատիստին եթե դու ընդունում ես որ ինքնապաշտպանություն չի եղել ազգի ինքնություն իրավունք չի եղել նշանակում է Հայաստանը տարածքային պահանջներ անեցել դու դրանով ապացուցում ես քո երկրի ղեկավարությունը ապացուցում է դիմացի երկրի նարատիվները որ մենք ագրեսոր ենք համաձայն եմ բայց քրեական հոդվածը դա չի քրեական հոդվածը ասենք պայմանական շո ինքնապաշտպանությունը սխալ կազմակերպելու մայրությամբ գնացիր ոնց է դու երրորդ հիմա մենք ուրիշ բան ենք անում հիմա քանի որ Նիկոլ Փաշինյանը ասում է եթե դուք ինչ քարոզեցիք եթե դուք ցեղասպանության մասին խոսեցիք Ադրբեջանը իր ցեղասպանության մասին խոսի եթե դուք էթնիկական զտման մասին խոսեցիք Ադրբեջանը իր տեղանունները ասեցիք հայկականը հիմա այստեղ հարց է առաջանում ԿՊ-ի հաստանակի դեպքում Հայաստանում որ գրքերը կարգելվեն ու շատ հետաքրքիր է ու ընդհանրապես նարատիվում արդեն մենք բանը տեսնում ենք սաղմերը տեսնում ենք թե դպրոցական գրականությունից ինչ է դուրս գալիս բայց ԿՊ-ի հաստանակի դեպքում ինչ գրքեր ընդհանրապես դուրս կգան բոլոր տեղերից ինչի վերաբերյալ ֆիլմեր բանը բարձ արդեն չի նկարվի այսին փող չի լինի բայց որ գրքերը կարգելվեն պետականորեն կարգելվեն կամ այսպես ասած այնքան լուսանց կմաղվեն կամ կհամարվեն որ թշնամություն քարոզող որով արդեն քրեական օրենսգրքով
բան ընդունեցին նորմ, որ ազգանիշյան բաժանման։ Հիմա հետաքրքիր է Սևակի անլարելի զանգակատունը։ Ինքը ինչա ցեղասպանությունը ինչ է անում, ինքը ցեղասպանությունը վեր բարձրացնում, եթե մենք կարողանանք մի հատ Ադրբեջանն կամ Թուրքիան մի հատ գրող անելու, որ ցեղասպանության կամ տարածքային պահանջների մասին կամ բանը նույն Տերյանի Դանթեականը Շիրազի ամբողջ գործերը։ Ու Շիրազը հիմա մարդը Շիրազը Մասիսը գովերքող հիմա եթե ավելի բան անենք, մի փոքր ավելի բան անենք, ամբողջ տեղայնացնենք, որ ասում արագած արա, մարդու բոլոր գրականությունը պետքա ոչնչացվի։ Կապուտիկյան վերցնենք որ մի գրողը կա, քանի որ բոլորը գրել են, Հենց այդտեղ ուրիշ բան քեզ բան կանեմ, արդեն ձայնը քեզ կտամ, էլ չեմ քիչ խոսեմ այդ կապված, որ ըստ Նիկոլ Փաշինյանի այդ ամեն ինչը որ ստեղծվել է սովետական շրջանում, դա ստեղծվել է Ստալինի նարատիվով, այստեղ մի փոքր բան ասեմ, այսինքն Ստալինն է դրել մեր ցեղասպանության մասին, հարցը ազգային ինքնության, մեր պատմիչների մասին, չեմ անդրադառնում հիմա 44-օրյա պատերազմի մասին տեսած կարող է Ստալինը կամ առաջի Արցախյան պատերազմի մասին, որ մեր հրաշալի գործեր ունենք գրված, էլի լայն տարածում չի ստացել ցավոք սրտի, բայց որ լիներ հնարավոր է որ ինչ որ սիգնալ լիներ, որ երկրորդը եւ Խեչոյանի այդ սև գիծանր բզեզը եւ էլի բազմաթիվ գրքեր կան եւ բացատրի պատմվածքներ կան, որոնք որ ստեղծվել են առաջին եւ երկրորդ Արցախյան պատերազմը, որով որ հերոսականացնում է նույն հերոսի կերպարն է, երբ որ մարդը հպարտանա հայ էության։ Հիմա արի շատ առաջ չգնանք, մի հատ դու խոսա Ստալինի հետ կապված նույն ձևի ինչ եղավ, որ այդքան գրականություն արգելվեց, բայց Բուլգակովի Մաստերի Մարգարիտան չարգելվեց։ Մի փոքր բան ենք տալիս Նիկոլ Փաշինյանին կրեդիտ ենք տալիս, որ կարող է ինքն էլ իրան բան համարի, համարի, բայց մի հատ խոսա, որ հետո կանդրադառնանք դրան։ Չէ, դե մինչև Ստալինին գնալը, այս քո սկսած թեման ավարտեմ, այն որ ասես ինչը կարգելվի։ Նախ արդեն արգելվել է, որովհետև պետական աշխատողներին արդեն հստակ սիգնալը գնաց, մեսեջը գնաց, որ դուք սահմանափակված եք պետության արտաքին քաղաքականությամբ։ Ուրիշ բան, որ հաջորդ փուլը, որին հեսա մենք անդրադառնանք, որ արդեն լայն հասարակության համար կարող որոշակի գրքեր ուղղակի արգելվեն տպվել։ Ընդ որում դες ինչ կարա լինի։ Կարող է չարգելվի տպվել։ Ուղղակի կարող է ասենք այդ տպականակը վերջանա, հաջորդ տպականակը մեկ էլ չհայտնվի։ Կամ ավելի դաժան բան լինի, հիմա բանը անտարես այդ արգելված գրականությունը, որ շատ էր տպում, մի քանի գիրք է վաճառում շատ քիչ, մարդկանց այնքան անգրագետացնեն, որ էժան գցեն, այսինքն այդ էժան դաշտ այդ գadgetների հետ կապված, որ կարճ նյութեր նայելու իրեն գրականությունը ընդհանրապես արգելված չարգելվածը ամեն ինչ բաց լինի, բայց մարդկանց համար տխաշնի վարկաբեկված, արժեզրկված լինի այդ ամեն ինչը։ Հիմա ով է հետաքրքրվում նույն մեր Կիլիկիայի պատմությամբ կամ մեր դինաստիաներով կամ հայոց պատմությամբ կամ եկեղեցու պատմությամբ, որը քանի հոգի է հետաքրքրվում։ Հիմնականը կարող է ավելի գլխից անեն, միանգամից այնքան կրթական ցենզը իջացնեն, զրոյացնեն, որ մարդը ընդհանրապես ճուզի եւ գիտ տեսնի, քերականություն տեսնի, դա կարա լինի։ Դա ընդհանուր կարան բոլոր ուղղություններով աշխատեն, այսինքն եւ ցենզը իջացնեն եւ արգելեն ինչ-որ մի բան, եւ ինչ-որ մի բան ուղղակի չհայտնվի տպարաններում, եւ երրորդ, չորրորդ բանը արգելվի, այսպես գործողը Հիմա Բուլգակովին ասենք, որ ոնց էր, որ հա, Բուլգակը Ստալինին է, վարի սկսենք Ստալինից։ Դե նախ ես չգիտեմ, իրոք արժի մեկնաբանել այն բանը, որ ցեղասպանության այդ արժևորման երևույթը մեր մեջ դրվել է Ստալինի կողմից։ Կներես, էլի Հայաստանում, այսօրվա Հայաստանում չկա այդպես ընտանիք, կամ լավ, առնվազն 70% ընտանիքներում ինչ որ արևմտյան Հայաստանի հետ կապեր ունեցող մարդիկ են։ Դու ո՞նց կարաս մոռանաս քո, ասենք, պապերի։ Դա Ստալինն է քեզ ստիպել, որ դու հիշես, որ քո պապերին կոտորել են արևմտյան Հայաստան։
Ուղղակի ես չգիտեմ, արժի էս դաշտ մտնել ու մեկնաբանել։ Արի մի հատ բան կրեդիտ տանք, որովհետև կարող է մի քիչ էլ բան ունի Նիկոլ Փաշինյանը։ Այսօր դու շատ ես կրեդիտներ տալի։ Չէ, կրեդիտը ինչ բանով, որ իրան թվում է, որ ինքը դենց ինքնատվողը չտվողը, որովհետև Ստալինին էր թվում, որ ինքը կարող որոշի ով է մտավորական, ով մտավորական չի, ու Բուլգակովը այդ этаպում ինքը ինչի գրեց մաստերը եւ վարպետի Մարգարիտա, դու ասա, որովհետեւ դու ես շատ սիրում այդ թեմայի հետ կապված։ Դե իրականում սա մի քիչ ոնց ասեմ sensitive զգայուն թեմա է, բայց ամեն դեպքում այդ մտել ենք փորձենք խոսենք, բացենք։ Ինչ էր կարծում, դե մաստերը Մարգարիտայում Վոլանդը դա Ստալինն է։ Որը որ ինչով ոնց է սկսում գործը հենց հղում անում Ֆաուստին, որ ես մի մասնիկն եմ այն ուժի, որ միշտ ձգտում է դեպի չարիք, բայց միշտ բարիք է գործում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ միգուցե ինքը իրաները տեսնում որ այդ Վոլանդն է։ Երկրորդ ինչ էր ասում էր մենք Արցախից բանարեցինք, ազատվեցինք, թորքից կտրվեցինք, բայց ես բարին գործեցի, Հայաստանը փրկեցի։ Այսինքն մենք ինչ որ չար գործեմ, չարը բանալով գործելով մենք դեպի բարիք ենք։ Դե ինքը տենց է ուզում ներկայացնի։ Պանջանքների ինչով այո, ասում է որ մենք այս ողբերգությունը դա եղավ, որովհետև թորքից ազատվելու։ Okay, այստեղ մի հատ հարց կա, որ կարծես թե պանջանքի միջով իրանք ու իրենց մտերիմները չեն անցնում, ոնց որ անցնում է ժողովուրդը ու հասարակ քաղաքացիները։ Այդ արդեն մի քիչ հարցեր առաջացնում են, ինչքան Ստալինն էլ չէր անցնում։ Ինքը իրան Ստալինի վայսերն ասեք կրվելա, դեպի կրվելա, բայց էլի բան ստեղծեցին, լեգենդ ստեղծեցին, որի գեներալ էլի փոխում, այսինքն հեքիաթներ, հետո ալկաշությամբ բան եղավ, մահացավ, երկրորդ որդին կինը ինքնասպան եղավ, այսինքն ինքը արժանվեց ինքնասպան եղավ, ինքը այս թեման շատ կարելի է քննել, էլի բան կա։ Բայց Բուլգակովը, արայ Բուլգակովին քննարկել։ Նախ ի սկզբանե սխալ է համեմատել հաղթող ղեկավարին, պարտված ղեկավարի հետ։ Այդքան ես զուգահեռ տանենք ում տղենա կրվել, ում տղեն չի կրվել, ով է բաժանվել, ով է հարբեցող եղել։ Ճիշտ է, հաղթանակը ածինքը։ Այն բանը, երբ դու հաղթանակած ղեկավարին բերում ես պարտված եւ դնում ես նույն հարթության մեջ, արդեն սխալ է, այդ համատությունն արդեն տեղին չի։ Ճիշտ է, միանշանակ, բայց Բուլգակովին թվում էր, որ ինքը եթե չած իր կյանքը փրկեց Բուլգակովը, ինքը եթե որում գիշեր տպեց զարմանալիորեն որ ամբողջությամբ այդ նկարագրումը ինքը ինչ էր ասում վարպետները ինքը բաժանում էր հասարակության երկու խավի վարպետների ինքը իրեն վարպետ էր անվանում մեր օրերին կասեն ավելի էլիտա մտավորականություն եւ հասարակ ժեխը որի հետ ինչ ուզես կարաս անես կարաս խափես կարաս ուղարկես զոհողության կարաս դեպենեն Վոլանդը անում որ ասում է արա նրա հետ բայց ինչ որ ընտրյալներ կան որոնք այդ ընտրյալները իրենք կարան քո բանան քո գիծը տանեն որ եթե նայում ես դարերի խորքից որ նայում ես նույն ձևի հետո ով է գրել պատմությունը ով է գրում պատմությունը այդ ընդհանուր բայց ինքը եստեղ մի հատ քո դեզի չեմ համաձայնվում որովհետև ինքը քանի որ պրիմիտիվ է Ստալինը ինչքան էլ կարդացած էր ինչքան էլ մեր որ նայում ենք մերոնցից շատ ավելի խելոք դեմք է եղել բայց ինքը չհասկացավ ենթատեքստը որովհետև ընդ ենթատեքստը ինքը ենթատեքստում ինքը ոչնչացնում է քարին Բուլգակովը ինքը խափեց մեծարեց Վոլանդի կերպարը արտաքին համակրանք է ապրում Վոլանդի դու հետագայում որ արդեն ուրիշ ռակուրսից ես նայում ինքը լրիվ ոչնչացրեց։ Դե հետո գնաց ինչ պետք է ասենք։ Բուլգակովը երբեք ինքը պրոսովետական գրող չի եղել։ Թե իր Սաբաչի սերցը բանը կարողացել ինքը իր կարողացել է իր կյանքը փրկելով ինքը հետագայի ժամանակի առումով ինքը ոչնչացնել։ Ինքը կարողացել է ուղղակի թույլ կետ այսպես բռնի ցույց տա որ այդ մաստեր այդ էլիտայի այդ 10%-ի մեջ ես եմ մտնում դու ինձ փրկի դու իմ գործերը կարդա դու իմ գործերը ես կներկայացնեմ այլ ռակուրսով այլ տեսանկյունից ու դու կարող է հնարավոր է որ պատմության մեջ մարդիկ լինեն եւ քեզ դրական բանով առնվազն փորձել հասկանալ բայց շատ լավ բան ասացիր բայց ինքը ինչի կարացավ այդ ամեն ինչը անի որովհետեւ հաղթանակած մարդու էր ներկայացնում դու հələ պատկերացրա պարտավոր Ստալինը ինքը ինչ կերպար կներ հիմա բարձրում մնար իշխանության ինքը տենց այդ աշխարհում տենց դեպք չկա որ տենց լինի մարդը որ
այդտենց ողբերգության ազգին տանի ու մնա իշխանությունը, դա երկրորդ դեպք չես կարող։ Օրինակ Հիտլերին ինչ ուզում ենք ասենք, որ արդյոք ոնց որ ինքը իր գաղափարների համար կյանքնել զոհել, էլի ասել ընդհանրապես ամբողջ ռեյխի էլիտան մեծ մասը ինքնասպանական, նույնիսկ այդ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ էլի մարդիկ ինքնասպանական։ Մի քանիսը ինքնասպանական, որ իրանք դատավճիռ չլսել, նույնիսկ բռնվելուց հետո։ Իրանք բայց իրանք մնացել էին Նյուրնբերգում, որ ապացուցեին երրորդ ռեյխի ճշմարտացիությունը, որ տեսան, որ արդեն բան են անում, իրանք ինքնասպանական։ Մի քանի հոգի ինքնասպանական նույն դատավարության ընթացքում։ Օրինակ տես, այսինքն 80 տարի առաջ եղել է այդ որ մարդիկ ինչ-որ հանուն գաղափարի, հանուն իրաց ճշտի, հանուն իրաց արժեքների պետք է եղել կյանքնել են զոհաբերել։ Այսօր ինքնագի հիմա արկեոլոգիական գայականությունից գնում ենք ուրիշ տես, բայց իջել այն մակարդակի, որ նորմալ է, պետքա պարտվել եւ իշխանություն պահել։ Չէ, բայց իշխանություն պահելու խնդիրը չի, բայց մենք քննարկում ենք նա վերադառնանք արդյոք Բաքվի ջարդերի մասին գրականությունը, Սումգայիթի ջարդերի մասին։ Ապրիլյան պատերազմի սահմանների պատերազմը, եթե տեսնում ենք Ադրբեջանը ամբողջ տեղ խոջալու է, ինքը բան է ստեղծում, կոնտենտ է ստեղծում ամբողջ աշխարհի համար։ Ինքը միայն իր համար չի, ինքը բացի նրանից, որ ինքը իր գրականությունն է ստեղծում, նաև ինքը այդ գրականությունը թարգմանում է ու տարածում է ամբողջ աշխարհով։ Եթե դու հիմա բանը մի researcher ես, հետազոտող ես, ուզում ես ենթադրենք ծանոթանաս կամ դիվանագետ ես, նշանակվում ես օտար երկրի դիվանագետ ես Կովկասով զբաղվող։ Դու հայկական գտնելուց մեկ աղբյուր, որը 30 տարի առաջվա է, կամ այն աղբյուրն ես գտնելու, որ քո վարչապետը ասում է, որ դա սուտ է, դա կեղծ է, ու գտնելու ես հարյուրավոր ադրբեջանական աղբյուրներ ու թուրքական աղբյուրներ, որոնք իրականում սուտ են, բայց ինչ ա լինելու։ Այսինքն ստեղծվել է մի հատ հարային ընկալել է, հարային ասում արդեն ավելի լայն մասշտաբով ու ընդհանրապես քո երկիրը որպես գոյություն, այսինքն մեզ կարան հաջորդ օրը ալբանացի էլ ասեն, ինչ ասեմ, երբորներ ասեն, եթե դու հաջորդ այդ հաջորդ Ադրբեջանի հնարավոր հաջորդ ագրեսիայի ժամանակ ինքը ստեղծում է այդ տպավորություն, որ մատը ոնց որ իրաց պատմական արդարադատությունը վերականգնում եւ այլն եւ այլն։ Ու ոնց որ իրանք ստեղծում են այդ, մենք էլ նպաստում ենք դրան։ Մենք չէ, մեր իշխանությունները, որովհետեւ մարդիկ կան դեռ ստեղծում են իրանք իրաց գրականությունը նաև գիտական դաշտում իրանք պայքար են բաղում այդ կեղծիքի ու ստի դեմ, բայց ինչքանով առանց պետության, ինչքանով դու կարաս բանանես պայքարես այդ ամեն ինչին։ Հիմա քրդերը ստեղծում են, բայց պետություն չունեն, իրանք ամբողջ այդ քարոզչական մախինայի դիմաց թուրքական, ադրբեջանական, իրանք ոչ մի բան չեն կարող անել։ Որ մասնատված, իրանք են մասնատում եւ ջլատում, իրանք են նպաստում, որ ջլատվի, եթե ընդհանուր պետությունը հիմա սովետին մենք ինչ ուզում ենք ասենք, բայց սովետը կարացավ գիտական համակարգված ինչ-որ մեխանիզմ ստեղծի, որ գրականությունը, որ կարացավ իշխանության բուրգ ստեղծի, որոնք գիտական ինչ-որ ձևով կարողանում ենք մենք ապացուցել մեր ճշմարտացիությունը, այսինքն համակարգի մեջ կարողանում ենք ապացուցել ու նաև ստեղել կուզեմ դա էլ անդրադառնամ անպայման խոսեմ հայի հաղթական կերպար ստեղծվեց, որը որ պայքարել էր ֆաշիզմի դեմ ու ինքը հաղթանակ էր տալու։ Եթե դու 300,000 ինքը դու այդ իսկականից հերոսական ու այդ ոգեշնչման ինչին ենք հաղթանակ ունեցել։ 90% մեծացել են հաղթանակած դու գաղափարով հաղթանակած, եթե դու արտված չքավոր առանց ոչ մի բանի վախեցած դու ու գրականությունն է ստեղծում, որ այդ հերոսական պատմություններն են ստեղծում։ Ու դա ոգեշնչում է։ Բացի դրանից երեխան դու երեխուդ ինչ ես դաստիարակելու։ Քո երեխա ես ունենալու, ինչ ես ասելու կարթա տղա ջան։ Կարթա Նիկոլ Փաշինյանի գրած գիրքը կամ բանի Արայիկ Հարությունյանի կամ Ռուբինյանի ելույթները կարդա, թե ինչ է։ Օրինակ դա լա, այն գայլա գալի, կարծես, ինչպեսին չպետք է լինել դրամաբանից, չէ, երեխուդ ինչ հերոսական բաներ պետք է ներկայացնես քո ազգի ամենաբարձր հատկանիշները։ Հիմա բոլոր ես մենք գիտես այն մարդիկ են, որոնք երբեք ազգին չեն դասակարգում, բայց բոլոր ազգերը հերոսներ կան, բայց ազգի իշխանության եւ ազգի էլիտայի խնդիրը, որ հերոսությունը շեշտադրվի, հերոսությունը ներկայացվի ոչ թե կեսկոտ պատմությունները, եթե դու
հոգեվորականի մասին գրում ես, հոգեվորական գրականության մասին գրում ես, ասում ես հոգեվորականը իր կամ ինչ որ բաներ, բաց մարդեր, դու ոչ թե բաց օրինակը դիր, ինքը դու դիր ինչ հոգեվորականներ եղեն, ավելի վրա акցենտը դիր։ 100-ից 99 լավն են, ինչ որ եթե մեկի մասին ես խոսում, ու դա ասում ես ամբողջ եկեղեցին շրջապատված է դավաճաններով ու բաներով, կեղտոտներով եւ քերատիներով եւ ինչ ասեմ։ Դու սկսում ես բանաս, ունին Ալեն Սիմոնյանը Ռուսաստանում բան արեց, շատ այնց անհիմն մեղադրանք հնչեցեց մանկապարտության մաս։ Այդ ընդհանրապես հաստ կա, ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել։ Այսինքն ինչ Ալեն Սիմոնյանն կարդալու մարդիկ, դուք հենց պատկերացրեք քո սերունդները Ալեն Սիմոնյանի գրած ինչ որ մի հատ կամ իր կերպարով բան մարդես դաս դիրակելու։ Այսինքն դու նշանակում ես որպես ազգ, որպես պետություն դու գոյություն չունես, դու վերացած ես, ընդհանրապես դու չկաս։ Ես գիտես մի բան եմ ուզում այսպես մի կետով ավարտենք ռետորական հարց բացում։ Դες մենք ստացինք թե ինչ գրքեր կարող են արգելվել, հա, ցեղասպանություն 90-ականներ, ապրիլյան 44-ը պատերազմ այդ Արցախի հայկականության հետ ընդհանրապես կապված ցանկացած բան։ Բայց ես կուզեմ մի հատ sense հարց տամ։ Իսկ դա որևէ կերպ երաշխավորելու է, որ Ադրբեջանը հարմար աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում չի հարձակվում մեր վրա։ Որ է բացառված է։ Եթե մարդը վերցնում է Սաֆարովին, հիմա այս արդեն հիմա նոր Սաֆարովին ինքը դնում է գնդապետա տալիս հերոսի կոչումը հիմա նոր բան է ինքը քուրդ զինյալներին կնես տերորիստերին կարացավ ասենք հետ ստանա Հայաստանից ամբողջությամբ ինքը եթե կարողանում է այսպես հերթականությամբ այսինքն ինքը ինչա ծերից ծեր ստանում է իր գրականության միջոցով եթե մի քիչ ադրբեջանական գրականությունը պրոստը տեսնես ինչա կատարվում ինքը հայի կերպար է ստեղծվում որպես ինչ ասած ցածր նվաստ որ միշտ պարտվող փախնող դասալի նույնը հрьяաների հանդեպ արել են գերմանացիները այո որ այդ enemy image որ ասում են այդ ստեղծում են քչամուն կերպարը որ ոչ որ մարդը տեսնի որ այդ նացիստ զինվորականը նրանց ասենք սպանելու կամ այդ գավրային կամրանք դուրս ինքը չմտածի որ մարդու հանդեպ ինքը նշանակական իսկ մենք էլ եթե մենք ասելով այս հիմակվա իշխանությունները որ արժեզրկում են այդ մեր հիմնասիոնները ամենահիմնական որովհետև պետքա ամենաբարձր մենք ստեղծված հոգևոր արժեքները ժողովուրդ այլ վերադառնանք մենք հասկանում ենք ինչ է արվում բայց ախր դա որևէ կերպ չի երաշխավորում այն ու իրանք առնվազն ձգտում են ըստ իրենց խոսքերի մեջ դա ոնց որ պատերազմը կանխելու հետաձգելու բացառելու ես ավելի աբսուրդի մենք ամբողջ արևմտային գրականություններ ենք բանալու այսինքն որ ասենք պատմական արևմտյան չի ապրել ամբողջ արևմտային գրականությունը պետք է ոչնչացնենք այսինքն ինչ պետք է անենք մեր ինքնությունը ոչնչացնենք ասենք մենք չենք եղել ինչ պետք է լինի ես գտնում եմ ալի դավով բանում ենք որ ես ազգը դեռ պայքարի ոգին որտեղ պայքարը ռանչպաների կանչից արի ասենք նույն ձևի ռանչպաների կանչը առաջինը որ գան իրենք ռանչպաների որտեղ պայքարի ոգի կամ եթե վերցնում ենք մարտիկ սերունդա բաները մուսալերան 40 օրա նույն Ֆրանս վերցել է իրանք են ուրիշներն են օտարներն են մեր հերոսական նույն մուսալերան ինքնապաշտպանությունն բանի ինքնապաշտպանության մասին ես ժողովուրդ ջան այս մեր ազգը պայքարող ոգի ունի թե չէ եթե պետք տենց ինչ ասեմ ամեն ինչ ոչնչացվի այդ խեղճի ու կոսվածի մարդու կերպար ստեղծվի դրանից հետո արդեն դու ինքնություններ չունես այսինքն ընդհանրապես դու դառնում ես այսպես ուզում գիտես ինչով ավարտենք ոչ թե որ պետքա դրա դեմ պայքարել այլ որ ընդհանրապես այդ խոսակցության մեջ պետքա չմտնել եթե մենք փաստում ենք որ անգամ այդ կերպարը ստեղծելու դեպքում մենք երաշխավորված չենք հնարավոր ագրեսիայից խաղաղությունը երաշխավորված չի իմաստը ո՞րն է դա մի գործունեություն է որը վերջնապատակ չունի այդ դեպքում խենք մենք մտնում դետալների մեջ դրա դեմ պայքարելու այո ու նաև որովհետև եթե մենք մտանք այդ քննարկման մենք արդեն այդ օրակարգի մեջ ենք օվերտոնի պատուհանը այո ճիշտ է բայց նաև մարդիկ իրանք չեն բաղկացել գրչի մարդիկ նույն ձևի եթե վերցնենք դաժե եթե քաղաքականության մասին չեն անդրադարձել Բակունցնա, Մահարիննա, Թոթովենցնա, Չարենցնա առանձին թեմա է ընդհանուր որոնք որ բան եւ արի ապրիլ 24-ին էլ վերցնենք նույն Ռուբեն Սևակնա որ մեր գրողները նույն նախորդ անգամ անդրադարձան Զերաբին նույն Սիամանթոին այդ ինտրային
որ այդ մարդիկ իրենցով ամեն ինչ իրենց մեջ կարել են, իրենցով անցկացրել են ու այսօր եկել են հասել են այսօրվան, որ Մաթեոսյանը մեկ շատ սիրուն խոսքեր ասում էր, բայց ո՞նց է հնարավոր այդ բանը, այդ միջնադարից, այսինքն դարերով գաց հասնել օրերը ու ցեղասպանության ենթարկվեց։ Հիմա ես ուզում եմ Մաթեոսյանին հերակապեց ո՞նց է հնարավոր որ այսքանից հետո էլ ոչ թե ցեղասպանության ենթարկվելուց հետո հիմա ունենաս մի երկիր, որտեղ բարոյականության ցեղասպանությունը ավելի դաժան, քո սեփական իշխանությունների ձեռքով։ Ու քո հոգին է սպանում։ Եվ քո հոգին եւ արքինում են այդ գրել է, ասում են չի կարելի։ Ով որ գրեց ինքը նշանակում է հակառակը բանա։ Պատերազմը կուսակցությունը։ Լավ, ինձ թվում է այսօրվա համար հերիք էր։ Հուսով եմ մենք արգելված իրականություն չենք ունենա ապագայում Հայաստանում։ Դրա համար պետք է աշխատել, դրա համար պետք է չվախենալ։ Հիմա էլ մարդիկ կան, որ գրում են ու չեն վախենում։ Դա բայց ոնց լավ սկսեցին դրանով այդ ֆրազով ավարտակ ռուկը պեսինի գարյա, հա։ Ինչ է այս պայքարը չի կորում, մեր ոդքասթերն չեն կորում եւ գրական դավադրություններ չի կորում։ Մեր խնդրում եմ մեզ նայեք, գտեք դու բաները լավ ես անում եք ռեկլամ։ Դες ասացի 191 TV YouTube-ն անում։ Մերսի շատ։ Եղավ, այսօրվա համար էսքան է, շնորհակալություն, հաջողություն։